Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շարլ Ազնավուրի եւ մի շարք հայտնի ու սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները կամերային երաժշտության տան բեմում։ Նվագախումբն այս անգամ ղեկավարում է լոնդոնաբնակ մեր հայրենակից Սիփան Օլահը։ Ծրագիրը շարունակությունն է մեր անցյալ տարվա Եվրոպայի տարբեր երկրներում ունեցած հաջող եւ կարող եմ ասել մարդաշատ համերգների արդյունքում եւ ստացած բարձր արձագանքի միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաեւ տարբեր հայկական համայնքների մեծ սիրուն ու հետաքրքրությանը մեր ազգային նվագախմբին։ Մեր այս տարվա ծրագիրը յուրօրինակ է, քանի որ ներառել ենք այս տարվա մի քանի հոբելյանական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն նախ Երևանում սեպտեմբերի 16-ին, ապա նվագախումբը կմեկնի հյուրախաղերի Ֆրանսիա։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երրորդ կանգառը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Համերգի իրականացմանն աջակցել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Ֆրանսիայում համերգը կայանալու է Փարիզի Սուրբ Մադլեն տաճարում սեպտեմբերի 25-ին, այնուհետև Փարիզից հետո անմիջապես նվագախումբը կմեկնի սեպտեմբերի 26-ին արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, առաջինը համերգը լինելու է Ամերիկայում, Սիեթլ քաղաքում, այնտեղից արդեն շարունակական մեկնելու են Լաս Վեգաս, Լոս Անջելես, Նյու Յորք, հետո Բոստոն ու Բոստոնից հետո հետ վերադարձ հայրենիք։ Համերգներին որպես մենակատար հանդես կգա 6 արտիստ, նրանցից մեկը դաշնակահար Սոնա Բարսեղյանն է։ Նշում է, որ հատկապես հաճույքով է նվագում այն համերգներին, որտեղ կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նույն երաժշտությունը ելնելով քո ներքին իրավիճակից, տրամադրությունից եւ ընդհանրապես քո էտապից կյանքի տարբեր ձևով է զգում եւ ներկայացնում։ Եվ բնականաբար, եթե դու կարողանում ես այդ իմպուլսը տալ հանդիսատեսին, եւ հանդիսատեսը կարողանում է այդ ամեն ինչ ընկալել ոնց որ դու ես ներկայացնում, դա ամենաերջանիկ պահն է։ Համերգի կազմակերպիչները հույս ունեն հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններով շոյել ոչ միայն ազգությամբ հայ, այլև օտարազգի հանդիսատեսի մշակութային քիմքը։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։